Մի փոքրներ ինչ չէ ձեր Պարոն նախագահ մի հարցադրում Քոչարյանի անսուլիսին անդրադառնալը, որովհետև հիմնական թեզերը կարծեք ձեր անվան շուրջ էին պտտվում 2018-ին զանգել է 21-ին ասում է որ դուք չեք խնդրել իրենք չեն խնդրել որ դուք մասնակցեք ընտրությունների վերջո այդ անսուլիսը ում համար էր ինչի մասին էր Ես ինչու պիտի ենթադրություններ անեմ թե մեկ այլ քաղաքական գործչի ասուլիս ում համար էր երևի հանրության համար էր կոնտրոլի մասին խոսք եղել է Ես խնդրում եմ իրար դուք մի խանգարեք Փառք Աստծո Դատական նիստը վաղ ավարտվեց եւ ես ձեր տրամադրության տակ եմ ինչի իրարից Հրաշալի է հիմա զանգել է իրենք ձեզ խնդրել են մասնակցել 2021-ին եւ զանգահարել է ձեզ արդյոք թե ոչ Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցություններ անձնական զրույցները հրապարակայնացնել Զանգ եղել է բայց Դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել։ Ինչքան առաջ, որտեղ ասում տևական ժամանակ չեք շփվում։ Ինքը նկատի ուներ, կարծում եմ նկատի ուներ, այսօրվա պարագան։ Բայց 18 թվականին այդպես չէր։ Ամենայն դեպս այդ մանրամասները ինչ հետաքրքիր է։ Ես մի բան կարող եմ հստակ ասել, որ ցանկացած մանրամասն, ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց, ես կարող եմ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ ես նպատակահարմար համարեմ։ Իսկ 21 թվականի վերաբերյալ հարցը Դու այն ջան ուր ես շտապում։ Իրար հետ ենք շտապում, բրցավազքի մեջ ենք։ Դե չի։ Իմ լեքսիկոնը։ Ու կարծում եմ երևի մի 10-15 տարի հետևում էր։ Երբեք լսել եք այդպիսի բան, կոնտրոլի տակ։ Ես չունեմ այդպիսի տակ։ Այդպիսի բառապաշար։ Լավ, արդեն 21 թվականի դրվագի մասին պարոն նախագահ Ձեր թրտվության պարոն նախագահ Առաջին Ատյանի դատարանում եւ ձեր դեմ առաջին քրեական գործը հարուցել դուք այդ գործով արդարացվեցիք դատարանում բայց փաստացի ճակատագրական եղավ ձեր արդարացումը դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ այս դատարանից ինչ կանխատեսումներ ունեք պարոն նախագահ Կանխատեսումներ անել էլ իմ գործը չի բայց ես հույս ունեմ որ այս դատարաններ մանրամասն կքննի Եվ կհամոզվի մեղադրանքի աբսուրդային լինելու մեջ։ Պարոն Սարգսյան, որքան էլ դուք փորձեք մանրամասներ չասել, ամեն դեպքում հրապարակում արդեն կա այն մասին, որ 18-ի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը ձեզ զանգահարել է եւ դուք վստահեցրել եք դրան, որ ամեն ինչ նորմալ է։ Հիմա դուք վերահսկողություն կասեք, կոնտրոլ կասեք, ամեն դեպքում ասած, որ հանգիստ վստահեցրել եք, որ ամեն ինչ նորմալ է։ Եվ հարցը այսպես բարձրաձայնել նա, որ արդյոք պետական կառույցները ձեզ չեն ասել, ձեզ չեն զգուշացնել, տվյալներ չեն տվել, որ իսկապես երկում այլ իրավիճակ է։ Չեն զգուշացնել։ Դե կարող է հրապարակը ձեզ համար աստվածաշունչ է, ինձ համար աստվածաշունչ չի։ Հրապարակը գրել է եւ դուք դրան հավատացել եք։ Ես հրապարակի մասին չեմ եկել։ Ինքը Ռոբերտ Քոչարյանն է հրապարակ ասեց, ձայնագրությունը կլսեք։ Լավ։ Ես ձեզ խնդրում եմ 18 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք գնացեք եւ դիտեք եթե չեք դիտել իմ հարցազրույցները 18 թվականի մասին ժամերով խոսել եմ դրանից ավել բան ես մի անգամ եմ ասելու բայց ասելու եմ ուղիղ եթերում որպեսզի մարդիկ նաև հնարավորություն ունենան հարցեր տալու եւ ուղղորդված, չուղղորդված, երբ որ նպատակահարմար։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը արդյոք միայն ընտրություններն են, թե այլ ճանապարհներ եւս կան։ Ես կարծում եմ ձեր հարցը հռետորական է, որովհետեւ արդեն բոլորը գիտեք, գոնե դուք գիտեք,
որ մենք այդ impeachment-ին սատարում ենք կողմը։ Բայց այս մեղադրանքն ձեր գլխավորածուի մեղադրում են։ Անվստահության գործընթացը լուրջ տապալում եք impeachment-ին։ Ներողություն, բայց դուք սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ եք վերաբերվում։ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին։ Պարոն Սարգսյան, եթե Հայաստան դաշինքի մենք ինչ իրավունքով ենք դա անլրջացնում։ Այսինքն 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ է, որ հաղթելու ենք, իսկ impeachment անելը անլուրջ է։ Քպականների հետ աշխատանք տարվել է։ Ես ձեզ խնդրում եմ, որտեղ դուք ուղղակի պարտավոր եք էլ այդ քաղաքական process-ների մասին դետալ առ դետալ իմանալ։ Ես ձեզ խնդրում եմ, հանդիպեք նախաձեռնողների հետ եւ մանրամասն ձեզ կբացատրեն, թե որ փուլում են իրանք հարմար գտնում քպականների հետ բացատրական աշխատանք վարելու։ Երբ են իրենք ենթադրում այդ փաստաթուղթը մուտքագրելու ազգային ժողով, որպեսզի ներառվի դա օրակարգի մեջ եւ ընդհանրապես process-ը ինչպես են իրենք պատկերացնում։ Բայց ընդդիմադիրները չեն ստորագրում այդ տարիների կուսակցություն։ Մարուքյանի տեխնացիոնը մերժում եք դուք եք առաջ։ Պատճառը շատ պարզ է եւ եթե ձեզ թվում է, որ ես արդեն 7 տարի հայտարարում եմ, որ մենք իշխանություն չենք ուզում, դրանով ինքներս մեզ ավելի օգուտ ենք տալիս, ոչ, վնաս ենք տալիս, պարզ չէ, որ ցանկացած միջոցառման, ցանկացած ընտրական process-ի մարդկանց մեծ մասը գնում է դեպի այն ուղղությունը, որտեղից կարելի է շահ ունենալ, այսինքն որտեղ կարելի է ներառվել։ Մի շատ պարզ պատճառով ենք դա ասում, որտեղ մենք ի տարբերություն շատ շատերի գիտակցում ենք, որ եթե մենք տեխնացու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ԿՊ-ի կողմից է լինելու, շատ պարզ է, չէ՞, ավելի մեծ հակադրություն է։ Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք Հայաստանում իշխանապահ։ Իսկ Հայաստան դաշինքի առաջադրած տեխնացուի մասով դիմադրություն չի լինի։ Ես չգիտեմ, չէ։ Օրինակ, եթե Քոչարյանին առաջադրեն կամ Քոչարյանի որդուն կամ իրենց մերձավոր շրջապատից որևէ մեկին, պատիվ ունեմ խմբակցությունը կմիանա եւ նորմալ կընդունի այդ տեխնացուն։ Լուրերին լավ չես հետևում, որովհետեւ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը այդ մասին հայտարարություն արել եւ շատ պատասխան քննարկել։ Այդ մասով հետևել է։ Հակադրություն կառաջանա, եթե Քոչարյանի թիմակիցները ձեր Բայց ես այդ հարցին պատասխանեցի։ Հայկ Մանուկյանյան կանգնած է, խնդրեք թող իբր։ Պարոն նախագահ, ամեն դեպքում 2018